Իշխանությունն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն, պատերազմ կլինի, այսինքն հիմա Փաշինյանի իշխանության պահպանումը դուրս է գալիս, որ Ալիևի սրտով է, կլինի պատերազմին չեք կարծում։ Պատերազմ, արա յանի հետ որ պատերազմ եղավ ինչ արիր, տարար 5000 այդքան տղերքին էնել ինչ տղերք ջիգանսկի, այն ցսանները չեն գնաց, ջիգանսկի տղերքն են գնաց, կռվե, բայց մարդուն ու ինչ պետք է պատասխան տակ, կամ ով կարա պատասխան տա, դրանց ծնողներին, մերա, հերա, մարդկա երկու տղայակորցր է, մի անգամից։ Միանշանակ շանտաժ հայ հասարակ ժողովրդին, այսինքն տեսեք ինքը ընտրությունների նախաշեմին դրանից մեկ ամիս առաջ սկսավ ժողովրդին վախեցնելով քարոզ անել, եթե ես չգամ չլինեմ կլինի պատերազմ, եթե ես ասենց, եթե ես անենց ու ցավոք սրտի հայ հասարակ ժողովրդի մի հատ մեծ մասակար, որ տրվավ Նիկոլ Փաշինյանի սուտ խոսքերին։ Դա պոպուլիզմ է, աշխարհում այդպիսի մարդ չկա, որ նման հայտարարություն կատարի, այդպիսի ուժ չկա աշխարհում, ոչ միայն մարդ, այլև ուժ չկա աշխարհում, որը հայտարարություն անի, թե ինքը կարա խաղաղություն էնել հավերժական հավերին, ոչ ոք չգիտի վաղը ում շահը որտեղ որին կբախվի եւ ինչ կառաջանա, եւ մեր թշնամին Ադրբեջանը չի միայն Թուրքիան չի միայն կարող է Կանադան ուզենա մի օր մեր վրա հարձակվի։ Էդի ոնց պետք է, մեր թշնամին Ադրբեջանն ու Թուրքիան են միայն։ Հա։ Չէ, ես կարծում եմ, դա պոպուլիստական հայտարարություն է, դա էլ թողիզներեն անգրագետները կարան դրան հավատան։ Իմ կարծիքով դա շանտաժ է։ Ես չեմ կարծում, որ պատերազմ կլինի։ Ես չեմ պատկերացնում, որովհետև ես լսում եմ ելի եմ ասում շատ քաղաքագետների, էսի մենակ Թուրքիայի ու Ադրբեջանի խոսքը չի սա, նաև գալիս է աշխարհաքաղաքական մեծ խաղեր գնում։ Էդ այնտեղ կա Եվրոպան, կա Ամերիկան, ինձ թվում է ոչ։ Հիմա ինքը շատ գիտի, թե ինչ կլինի սեպտեմբերին։ Կարող է ինքը 100%-ով իմանա։ Չի իմանա,